Դե բարի երեկո, դե ինչ, մայիսի 27 2025 թվական արդեն մոտենում ենք շեմին իրականության հետ արերեսվելու, թե 7-7.5 տարվա ընթացքում ուր է հասել դեպի Եվրոպա, Ռուսաստանի ձեռքից փրկվելու, ժողովրդավարության, հզոր բանակի, ոչ մի մուկ ու ձուկ չի պլստալուն և արդարադատության։ Գլխավոր խնդիրը ոչ մի կետի վրա չի եղել բացի անպատժելիությունը։ Անպատժելիություն, այսինքն վերաբերվում է այն տարերին, որոնք մարդկության դեմ հանցագործություն են իրականացրել։ Մենք ընթացքը տեսնում ենք, հիմա ներկապահին խորհրդակցում եմ մի քանի անձանց հետ, թե որն է տարբերակը մենք ենք բարձրաձայնելու արդարադատության կոմիտեի Judiciary Committee ներկայացուցիչների պալատի, թե սենատորն է ներկայացնելու Ղարաբաղի կլանը basically մարտի 1-ի մարդկության դեմ հանցագործությունը որ տեղի է ունեցել։ Որ տարբերակն ենք մոտեցնելու, դա պիտի մշակվի։ Ինչ վերաբերվում է նահանգային սենատի, նահանգային սենատը թող լավ լսի, այսօր անդրադարձ ունենք անելու Հայ-Հեղափոխական Դաշնակցության իրականացրած շուկան, հայոց ցեղասպանության շուկան, կբացատրեմ ինչա նշանակում, եւ ընդհանրապես պարտադիր եկեղեցին ինքը ամփույթ է գտնվում այստեղ, այսինքն մենք, ոչ թե Գարեգին Բեն, նա պետք է պատժի հավատքի եւ սրբությունների պղծող, այլևս ակտիվ ու պրոակտիվ պիտի անցնի աշխատանքի պատժելու Հովնան Տերտերյանից մինչև որ մի պիտի այսպես ասած իրականացնենք աշխատանք։ Աշխատանքի ներքո հետևյալն է մեր անելիքը, սիրելիս, ես Հայաստան վերադառնալուց առաջ պիտի վերականգնեմ Սփյուռքի ներուժը գոնե այս համայնքներում։ Սա է իմ առաքելությունը Հայաստան գալուցս առաջ։ Սա միայն լիցքավորման համար չի, այո տրամարել է, որովհետև գվարդիան որոշակի դժվարանում է ընդհանուր եւ ընդհանրացած հույսը կապելու որևէ կառավարության իշխանության վրա, որովհետեւ մեր ստացած խոստումների եւ ստացած իրականությունների մեջ տարբերությունն ու բերանի համը ստացանք։ Բացի լիցքավորումից մարդկային ռեսուրսները ապահովելու, որ այս աշխատանքի մեջ, որին ասում ենք հայրենիքի պաշտպանություն, audit եւ inspector հանձնաժողովներ ունենալու համար պիտի հայ-ամերիկացիներ լինեն, որ սրանցն էլ, նրանցն էլ, ում նշանակացնա կամ ում դռանը կապածնա, կարողանանք ճշտենք, թե ընդհանրապես աշխատանքը ուր է գնում, ուր է հոսում։ Մենք մարդկային ռեսուրսների ծառավը ճանաչելով Հայաստանի Հանրապետության, մենք Սփյուռքի ներուժը կապելու ենք հայրենիքի հետ։ ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի Վարդանանք ազգային շարժումը շարունակում է երկրորդ հաղթանակը նվաճելու եւ երկրորդ հաղթանակն ունենալու համար իր աշխատանքը առաջինը տաճարի դռները բացելն էր։ Հիմա փակել տալնա եւ տեղապահ հաստատելնա ազնիվ, որ ապահովի մեր հավատքի նախնահոր գահը Գրիգոր Լուսավորչի միջի գալուստն վեհապար։ Մանրամաս մի քանի կետեր պիտի նշենք, վերջում եզրափակելու եմ ինչու եք դուք այդքան ֆրոնտ կենտրոնացած եւ ֆոկուս, այսպես հավաքված ֆրոնտի շուրջ, ավելի էքսենտրիկ աշխատելու, որը նշանակում է ոչ կենտրոնացած, ապա կենտրոն, նշանակում է ֆրոնտ
կենտրոնանալու եւ այսպես tuned in, tunnel, թունել տեսողություն myopic, հա, այսպես փակ տեսնելու փոխարեն դու պիտի eccentric, ապակենտրոն, decentralized աշխատել, սովորես բանակ դու։ Transitional pool-ը սահուն անցնելու համար մենք բոլորս ուսուսի պիտի աշխատենք, որպեսզի այս վտանգը հանենք մեր գլխի վրայից, որ պատտվում է, որ մեր հակառակորդը Բաքուն, Անկարան, բոլորը տեղյակ են, որ դու transitional pool-ի մեջ ունես կարճ միացումներ։ Աստված օրհնի ազգս հայոց պետականությունս, մնացեք մեզ հետ 10 սեկունդից կսկսենք սիրելի։ Առաջին հերթին ասեմ եւ մեջբերում անեմ եւ ես սիրում եմ մի մեթոդ էլի ուսուցողական, որին ասում են դիպչուկ ուսուցում, sticky learning, անընդհատ reference եմ անում։ Սա դարձավ արդեն սիմվոլիկ, դաշնակի տրուսիկը, հմեկը եւ հարգելի պարոն Մեհրաբյան հմեկի, որի հանդեպ ես հարգանք ունեմ, չգիտեմ իր էջի վրա ով էր ինձ գրեց, բա դու ինչ ես այ գործակալ։ Well, ես ես կհիշացնեմ գործակալը ում տատիկն ա եղել, որ պապիկին հավատացրել ա, որ այդ երեխեքը իրանից են։ Հիմա այդ բոլորը կբերենք տեղը։ Հիմա հետաքրքիր է այստեղ նայա սիրելիս, որ երկու կողմը կա, այն ինչ որ նայում ենք եւ ուզում եմ քաղաքական ուժեր, որոնք դեռ դաշտ դուրս չեն եկել, որոնց կարող է հավանություն տանք։ Կրկնելու եմ, ԻՊՀ-ի կողմից հարգանք են վայելում ինքը Մեհրաբյանը, շատ բարձր հարգանք, բայց ես կասեմ ոնց կա, ու ինքը կգա օրը, ինչպես իր քաղաքական ուժը անում է եւ կանի ոնց կասեմ։ Սիրելի հայրենակից վերապահում եմ դա ասելու։ Սրանք անում են ոնց ասում եմ։ Բայց հմեկ բամփասկոտների կոֆեի բաժակ նայողների ես հավաքածուն Մեհրաբյանի կռուկը օրինակ ես այս արարքը, այս հյուրը ընդունելը եւ այլ համարում եմ ամենալկտի եւ ամենամեծ թքած ունենամ Թավշյայի ժամանակ ինչ որ խոսք եմ տվել Նիկոլ Փաշինյանի նիստուկացն ու դրսևորումն եմ նայում։ Հրավիրելա կենտրոնական կոմիտեի Դաշնակցության կենտրոնական կոմիտեի մի անձ Վիգեն Հովսեփյան, որը ունի Սարգսյան էլ անուն որոշ տեղեր, որը գանձապահն էր։ Հիմա սա ես քանի անգամ մեջբերում եմ արել, որ Դաշնակցության գանձապահը լինելով միևնույն ժամանակ ոսկե արևմուտք կոչվող Brand Boulevard-ի վրա բանկի փոխտնօրենն է, որտեղ լիքը հայկական Հայաստանի փողերն է գնա։ Մենք գիտենք դա։ Եվ ինքը համաձայնության ա բերել այս գլոբալիզացված վարք ու պարտքեր տալու գործը Քոչարյանի բանկերի հետ։ Այս կրիմինալ երևույթը, այս զզվելի տականքը Վիգեն Հովսեփյան կոչվածը, բայց այլևս հանդես չի գալիս այդ փախուստի մեջ եւ նահանջի եւ հանգած դաշնակի տրուսիկը գլխին քաշած։ Հանդես ա գալիս Մեհրաբյանի օգնությամբ որպես քաղաքական գիտությունների դոկտոր գրքեր եմ գրել ասմաբար եւ դրա հետ միասին ինչ է հանդես գալիս ասել հասարակական գործիչ չէ հայ հեղափոխական դաշնակցության եղբայր հայ բառը հանում եմ այս բոլշևիկների վրայից հեղափոխական դաշնակների որ ոչ մի հեղափոխություն պատմության մեջ պատմության էջերում չկա միտեղ, որ այս կառույցը, այս բոլշևիկի տրուսիկ դաշնակը մի հատ հեղափոխություն է արել։ Բայց հեղափոխական դաշնակցություն է կոչվում։ Okay, fine։ Այս տականքները, սիրելիս, չեն տանելու
եւ Մեհրաբյանը կեղնի հմեկի, Պետրոս Ղազարյանը կեղնի Նիկոլ Փաշինյանի։ Դե այսօր Նիկոլ Փաշինյանինն է։ Հիմա վաղը կարող է Ռոբերտ Քոչարյանինն էր։ Երեք մյուս օրը եղնի, չգիտեմ, Կիրիլի խոսնակը։ Հմեկը գավաթ նայելու, սուրճ խմելու տեղը։ Այդպես է։ Free News-ն էլ հետը։ Այս աղբը, որ կերակրում են ազգիս, 26 թվի շեմին։ Հիմա դու Եվրոպա ես գնում, հարգելի Եվրոդաշինք, դաշնակին ընչի ես հետը տանում, որն ա ձեր ներքին համաձայնությունը, որ այս պատուհասին, ազգային դավաճան հայվանին պահում ես ազգի գլխին, դու քբն լինելով, որովհետև դու պահողն էիր Գարեգին Բեի հետույքը, քո քաղաքապետուհու աշխատանքով մեր ցույցերը խանգա դու Փաշինյան։ Այլապես դու պիտի որ նստածնեիր կամ պիտի կուլակաթափանեիր Դիանա Գասպարյան։ Հիմա երկրորդ կետը բերեմ։ Սրա երկրորդ դեմքը, սիրելի հայրենակից, լավ լսի, այս անձնավորությունը քանձաբահը Լոս Անջելեսի հայ համայնքից է, սիրելի։ Հիմա այս մարդիկ հողի լվացում, wire fraud, կոկային տրաֆիկինգից, որ բռնվան, ամեն ինչի մեջ կան։ Եվ այս մարդիկ ապահովում են ընտրաթերթիկներ կոնգրեսականի համար։ Հիմա այս կոնգրեսականը Կալիֆորնիայի 11-րդ Congressional District եւ Կալիֆորնիայի 28-րդ Congressional District-ը։ Ինչ ունի ասելու այս լկտիության մասին։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որ մեկի եւ ում վսկապն ա ճմրթված, թե բանձիկներն ա վիրավորվում։ Ինձ հետաքրում է, որ մեկ ուսացումը եւ այդ փշալարերը փողպատյա վարակույրու դռները կոտրվի եւ ժողովուրդը կապվի Սուրբ հայրենիքի հետ։ Պիտի բաց հայտարարեմ ԿՊ-ի լկտիությունը այստեղ է։ Դաշնակեսի դաշնակենի, բայց աշխատում եք միասին։ Ձեզ ով է հավատացրել, որ Վիգեն Հովսեփյանը տարբերվում է Իշխան Սաղաթելյանից։ Ձեզ ով է պատմել այդ կարկանդակն ու կարմիր գլխարկը նու պագածի զայեցը, ժողովուրդ։ Դուք բոլշևիկ չեք ճանաչում, հենա կրիմինալ փողը լվացած Հայաստանի տարերից մեկը, ոսկյա Արևմուտք բանկում փոխտնօրեն ես, թե չէ։ Դու Արցախ Ղարաբաղ բանկերի հետ այդ պարտք ու հարկ ու վարքը դրել ես ժողովրդի վզին, թե չէ։ Հողերը, տները, անշարժ գույքերը, որ արգրավել են, վերցրել եք շատերի ձեռքից, ում սեփականությունն է համարվում ըստ կադաստրի, դե հանի տիկին պագոն կադաստրի, մի հատ տեսնենք այդ բանկերի վերցրած հողու տարածքները, դիմալի շեղած տները, ում սեփականության շնորված անուն ազգանունով են այդ փաստաթղթերը, կադաստր կոչված։ Ո սիրելիս, կա սրա դրական կողմ, հստակ արձանագրենք, սա չկասկածեք։ Ուրեմն ինչ է նշանակում դաշնակների, դաշնակցության կենտրոնական կոմիտե եւ գլխավոր քանձաբահը բանկի փոխտնօրեն այս անձնավորությունը, որ դաշնակների դրոշով միշտ կանգնել խոսել է համայնքի մեջ։ Բաբաջանյանը գիտի, որ ինքը դաշնակների ամենա սահուն լպրծուններից է։ Բա պարոն Բաբաջանյան, քո Եվրոդաշին գործընկերդ ընչի է հրավիրում դաշնակին ասում հասարակական գործիչ։ Կարողա դու էլ տակից մի բան ունես սրանց հետ։ Ես տնական հայրենով եմ հարցնում։ Սա կրիմինալ էլեմենտ է,
փող լվացող, laundering big time, եւ լվացկատունը որնա Հովնան arciepiskopos Տերտերյանի առաջնորդարանը։ Միասին կոալիցիա ունեն։ Սրանք Մուշեղին հետո կանդրադառնամ, չսրբազան, որ թոշակի գնաց։ Եկեղեցասիրած եղբայրակցություն։ Դուք սկսեցիք մեկ շարժումով հայարակելական Սուրբ եկեղեցու եկեղեցասիրած եղբայրակցություն։ Ես ճանաչել եմ Արշակյան թևը, ավակ եղբոր։ Բայց 4-5 մասնաճյուղերով, են քյաչալա ագնոցներով իրա քարոզը, դուք էլ ասենց աղանդաթեք եղաք, ինչ եղաք։ Բահավաքական հայարակելական եք։ Դրա համար Մուշեղի վրա ձեն չհանիք իմ հետ։ Որ Մուշեղը վաճառելա էս Հովնան նեղած կերտի հետ, առաջայով խուլիգան։ 780-700 քանի տարեկան մանրանկարչությամբ ավետարանը Եզան Կաշվի վրա։ Կիսած, որի կեսը մատենադարանում ասում եմ, Պարոն Լևոն, Ռաբբայ, շալոմ։ Մարդը նստեց, մանրակրկիտ բացատրեց, ռաբիս մշակույթը, սաբ շերտը, պետական ծրագրային ոլորտու շրջանակներից է եկել, ծրագրված, որ պրմոցիայի ենթարկեն։ Հայաստանի հանրային ռադիոյով հարցազրույց էր անցկացնում, ասի ես մարդը հոգեբանական կռվի մասին է խոսում։ Փիլիսոփաներ ունեք, բաժանիր, որ տիրես դոկտրինա, եսիմին, սենց Կարլ վան Կլասավից, դուք ամեն ինչը ձեր լեզվով եք ասում, տեղացիներ։ Բա իհարկե հոգեբանական կռիվա։ Ես մի մեջբերում էլ անեմ, իդեպ հայ հղիափախության դաշնակցությունը ունի մեկ ուրիշ անուն։ Armenian Cultural Foundation, նայ, հայկական մշակույթային միություն։ Հələ պահպանած մշակույթիդ նմուշը ցույց տուր, դաշնակ։ Ուրա պատկանելիության օջախը աշխարհասպյուր, օտարամոլ թմրամոլ, բանտեր ընկնող, կործանվող փայլուն երեխեքիս պատկանելիության օջախը, տականք, ցույց տուր։ Ցույց տուր։ Քո ամենահանրահայտ դաշնակցության կոմիտեի անդամ Քարնիկ Սարգսյանը, երգիչ, կիլոներով կոկայինով բռնվավ, Գայանե Ասլամազյանի ամուսնու հին կապերը թուրքի քոքը, մաֆիայի քոքը տրաֆիկինգ անելու համար։ Սրանից ավել տականք ու կրիմինալ պետք է լինի, որ չկարողանա եւ հայ իրավունք չտա, որ բարձրանա եւ ներկայացնի բարձրացնի հայկական ցեղասպանության հարցը։ Դու ով ես այդ սուրբ հարցը եւ այդ սուրբ սրբազան հողի վրա կանգնած այդ պայքարը տաս տականք։ Դու 52 տարի Ամերիկայի հայ համայնքին լրիվ ապուշի տեղես դրե Ուիլշերի վրա հավաքելով թուրք դեսպան շանը բողոքում է Էրդողան իր շան տիրոջից, այսինքն ապուշել պահել է այս համայնքը։ Ուզում ես մի բան ունենաս, խփել պետք է իմանաս, հայ ժողովուրդ, խփել։ Կռվի ժամանակ առաջի խփողը կես հաղթանակ ունի արդեն։ Շարժվեցինք առաջ։ Կարևոր կետը, այս բանի մասին, որ խոսում եմ, դաշնակներ։ Ես ի նկատի առեք ավելի մոտիկից եմ նայում արդեն իրենց, շնորհակալ եմ տղաներ աղջիկներ, really, իրենց կոմիտեի մեջ արդեն իրենք վլվլոցն ունեն։ Այստեղ անշարժ գույքերի խնդիր ունեն Լոս Անջելեսում, ուրիշների անուններով կուսակցության ֆոնդից առած տները ով պիտի առնի, ով պիտի ծախին։ So մեծ խնդիրներ է բացվում, դրա հետ միասին ընտրական կեղծիքները, այո, խնամակալների database-ից գողացած մարդկանց տվյալ ինֆորմացիան, որ ապահովեն իրանց կեղտոտ քաղաքական գործի աթոռը։
Այդ տվյալներով հիմա ես հոտն եմ առնում. According to street intelligence, this is what I hear. It might be a rumor, but it sounds like a pretty strong based rumor. Լսում եք ինձ, խնամակալների ռեկորդ եւ ինֆորմացիան գողացված, որ ընտրաթերթիկ ապահովեն իրանց կեղտոտ նահանգային սենատ կեղնի, թե կոնգրեսական կեղնի, այսօր արդեն շուռ եկան։ Արամ առաջինը ուղարկեցին դաշնակների փարաչայով կոնսերվի տուփի վրա դեմքը որ տպմեն, հա իրա դեմքն է։ Ինքը դաշնակների դեմքն է։ Հա Արամ առաջինը կանգնեց Դոնալդ Թրամփականների կողմը։ Հիմա Կալիֆոռնիայի 28-րդ Congressional District-ը սրա մասին ինչ կարծիք ունի։ Ես գիտեմ մեկ բան, պարոնայք, Վիգեն Սարգսյանի հանդես գալը Մեհրաբյանի «Հեյ ջանը մի հատ երգ ունենք, որ կոֆեի բաժակ էին նայում կանայք, հա։ Այդ լաչակ կապած կնանիքի «Հեյ ջանը» բաժակ նայելու տեղն է էդի։ Էդի լրահոս չի, սիրելիս։ Տեղեկատվական տեցի կռուկն է էդի։ Գնացեք որտեղ ուզում եք քարին խփեք գլուխներդ կրկնում եմ Եվրոդաշինք հավաք ես անում երեխեքին սիպտակ հագցնում ես եւ գիտես ինչ հրաշալի միջոցառում մի մենակ դիզայնը այդ կանգնած այդ երեխեքի շարվելու երգը մենակ այդ մտնոլորտ փշաքաղվում եմ բաբաջանյա Դաշնակին ընչի ես բերե Նիկոլի հարթակ, Մեհրաբյան։ Ձեր բամփասկոտ լպրծուն վախկոտ տեսակ ինձ հետաքրքիր չի։ Սա ԻՊՀ-ն է, ես ավելին եմ ուզում դարձնեմ մենք էս եսը, դառնա մենք եսը, լսում ես ինձ, քաղաքական պարազիտ։ Հիմա ինչու է որ ականջներներդ չեմ կարողանում լսողությունը ավելի զարգացնեմ։ Ասում եմ դաշնակցության, ըստեղ լոսում դաշնակների գլխավոր քանձապահը հանդես չի գալիս դաշնակցական։ Ամերիկայի թեմի չկա տես բան դաշնակը, չկա նախքին դաշնակ, բոլշևիկ տականք է սիրելիս, Անդրանիկ Սուրբ զորավար դավաճանած, վերջակետ, հիմա։ Լսել իմացի սիրելիս, դու հայ ես, դու ամեն մի աշխարի վրա, ամեն մի հայի անունից կամ գյուղ կամ քաղաք պիտի լինի, սա է մեր իրական դիրքը։ Հիմա ինչու մի հատ պապանական ինտելեկտդ խոտի տուր մի հատ։ Վիկտոր Համբարձումյանական, Մերգելյանական, չգիտեմ էլի, Ալիխանյան, այս գեներիցդ մի հատ աշխատցրել խոտի տուր։ Ամոթը։ Վայ։ Դովլաթյան գենը մի հատ աշխատացրու։ Չէի կարող չասել, որովհետև լավն ենք էլի։ Ուրեմն ինչու պիտի եղբայր գլխավոր գանձապահ գիտեք ինչա նշանակում դաշնակի համար։ Հիմա Հարութ Սասունյանն էլ է տնօրինում ֆոնդը։ Որ ֆոնդը։ Չերևացող ֆոնդն էլ հետը։ Dog Pisic Christic Dog Interview Արտուր Սահակյանը գործընկեր Փագին դեմներս հյուպատոսարան Գեյլենդել Ատեն չի զարե Բարբությանի կողքի որ մտնող են էդոմեդոներով Էդ ինչքան են ձեր որը մտե այ աղբեր Զոնթիկ դարակարա Ուր աշխատանքդ զարե Լսել իմացի հայս Իդեպ հա մի բան ասեմ Գիտեմ, առողջություն եմ մաղթում, հին Փասադենա գլենդել, ես անուն ազգանուն չեմ տալու, թմբլո, դու գիտես ով ես։ Մութաբել բրեֆ, եմ որ ամեն ինչ բադրջանով ես ուտում։
Վատ առողջ էիր վերջերս, ինչ որ կտցրել էիր, պրովուդել, արերը իրար էր կպե ինչ մի բան եղավ, առողջություն եմ մաղթում։ Այն աղքատներից, որ փողը առել ես, խոսք ես տվե, չգիտեմ ինչ թուղթ կստանան, այդ փողը պտի տաս անասուն։ Էսի գրի այդ, եկել եմ բոլորիդ հետևից։ Քեզ, որ ինչ որ կարաս մնաս օրինական, թե չմնաս, ասած խաղեր եք տվե ինչ որ Titikna said, street intelligence tells me, and don't argue with my line and my resources, okay, and my channels and avenues of street intelligence. Don't fuck with that. You never have it. Եղավ այդ կերած խմած լապ կիսաթոփալ խամիակ Քոեն միջազգային Police ասոցիացիայի 1-2-ը, այտենց խաղերի մեջ կայք, փողերը տվեք մարդկանց, արա։ Եկել եմ ձեր հետևից, ասում եմ, հանրային եմ ասում, հեսա ձեզ էլ են հավքելու։ Մարդկանց, որ խապ է, փող եք առեք քյասիպներից, տվեք քյասիպներից փողը, մինչև Հայաստան է տալս, ձեր էլ նանը պատի լողցնեմ Պակիստանի խառը բաղնիկ նոր է տամ։ Ձեր տները քանդվելու է ձեր գլխին։ Վլվլոց, ողբանք, դատարանների միջանցքներ շատ եք քաշ գալու։ Փողերը տվեք աղքատներից։ Բջի տղեք։ Հիմա այդ ասոցիացիայի մասին ստե մեկ-երկու նշումներ կա։ Մարդը հասարակական կազմակերպություն ա դնում, այնց մի հատ անուն ա դնում, ասում ես Ինտերպոլի միջազգային դատարանների շեֆն է էսի երևի։ Մի հատ food stamp fraud ապուշի մեկը։ Այ մամա ջան։ Ուրեմն Սիրելի հայրենակից, լսել իմացի, շատ կարևոր է այսօր բանը։ Ինչու պիտի հիմնական քուլուխ, հա, գլխիկ էլ չի է, գլուխ, գանձապահը դաշնակների, այդ գլուխը որ տեսակ, մեկ հադացցնեմ ասի գաղագաս, Մեհրաբյանին հետը, անենց է լավ ջազ երաշտությունով ասկսում Մեհրաբյանը, ռիթմիքս է, շատ սենսուալ տիպն է սերևը մա, զարգացած մատեր ծետատ, նայեք, այս պեյոսը, this drunken idiot is the main, how do you put this? He's the cashier. He is the account manager of Dashnak Money, ARF Money in the Los Angeles Basin. So how does he get presented on First Channel in Armenia as a social worker? Ինչու է ներկայացնում դաշնակը իր գլխավոր գանձապահին, որպես ոչ դաշնակ եւ ոչ էլ գանձապահ։ Հասարակական գործիչ, որովհետև հստակ արձանագրեք, Լոս Անջելեսի համայնքում դաշնակը սատկում է, արդեն վերջի խռոցնա նահանջի մեջ է դրա համար։ Չէ, այսքան ժամանակ լոսում էի ասում, քեզի Հայաստան պիտի փերեցնեմ, իմ անունս Արջ է, թաշնակնականներին Արջնեմ, մի հատ չարշաֆ ունեք, տրյապկա կնգա ոտերի արանքի, հարբացել է իմ մասին ա խոսում, մի հատ ես իմ ինչ ունեք, բայց ճակած չաթոներ, 3 տարի կինո հայրենիք էի, աշխարը տանս տեղը գիտեր, մի երկու բոզել, որ եկե սեղանի շուրջ ինձ ձայնագրել եք։ Եղբայր ինդիկատոր գործիք կա, էսի որ դարնա, էտի միացրած մտնես տունս, ընդեղ սենց բաներ ալում։ Ես նայեմ եմ պստիկ էկրանին, իմ սեղանի շուրջ միգրաֆոն ես միացնում, տավար, Ռուսիկիտ գույնը ասեմ էտ օրը, վրեն է պաժարնիկ ավտոներեր ու բանը, արջուկ ու կրյաներ, ծնգներն է ռեզինով կապած, էդի տղամարդը հակնım, անասուն, արա միգրաֆոն եք միացնում իմ սեղանի շուրջ, սիրելի հայրենակից,
Մեհրաբյանի Շոն բացեց հետույքը դաշնակների Լոս Անջելեսում։ Մենք վերականգնում ենք։ Մենք հստակ արձանագրենք, սիրելիներ, որ մենք վերականգնում ենք սպյուրքի ներուժը, բերում ենք տուն, գնում վանու ոչ տուրիստ, սա է սպյուրքի ֆրոնտը, հիշեք։ Հիշեք, տեսեք, կասեք, ասեց և արեց, բայց կարևորը գիտեք որն է, որ մեղավոր դուրս չգանք Դադաստանի օր, որ չենք տվել պատկանելության օջախ, որտեղ հավատքի սնունդ էլ ստանան մանուկները, կրթե մանուկ իր փոքր հասակում, որ Քրիստոսասեր լինի։ ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի մեկ որոշում ևս կայացրեց. Մոսիկ, ընկերներդ եւ այլ, քանի որ դուք Բագրատ Սրբազանի եղբոր հետ Լոս Անջելեսում ժողովի ժամանակ բուրըն քննարկումներ եք անցկացրել կենտրոնում Սենթրփիս ծաղիկը ով պետք է լինի Անդրանիկ Դովլաթյան։ Սրանք էլ, քանի որ էդի արել ես, ես մտադիր էի, պատրաստել էի փաստաթուղթը քո անուն ազգանունով, կյանք նոտարով, որ լիգիոն կամ լիգիոնի կորպուս մենակ ձեզ ա պատկանում, առք ու բախտից շուրեկած մոսիկ, Բագրատի հետևը մտար, պետություն քանդող, երկիր ապակայունացնող, լիգիոնի կորպուս միջազգայնացնելու եմ, և հիմա Ամերիկա Միացյալ Նահանգների ափերում, ով ասեց հայկական և լիգիոն բառը իրար հետ, նաղդով փողա տալիք մեզ, դատի կտամ, լրիվ փակ է այդ անունը, առաջի տարը նույնիսկ լիգիոն չեմ տալու ձեզ, էդ էլ եմ ես պահելու, կարող է մի ուրիշ ճյուղ մշակեմ, թամնա էլի պեկ կքա, վերգուշ, դե գնա Անդրանիկ Դովլաթյան բան փասի, այ շուլեր, շոպլիկ, շայստր, պետական բանով կադաստր պիտի ասեի էլի, այմ ատես կադաստրի հետ աստված շուտով գործ ունենանք, գեղամիջին միտեղ մե տուն առնենք, թարմեքը սարքեմ, հավերը կերակրեմ, տենց բաներ, ոչխար, մոչխար, պախեմ, կանեմ, ուրեմն, պետրեգիստրով Հայաստանի Հանրապետության ի պաշտպանություն Հայաստանի հայկական լիգիոնի կորպուս, համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն, կարծեմ Հայաստանի Հանրապետությունը այլևս միություն չի տալիս, բայց մենք գործող միություն ենք, միևնույն ժամանակ, եղավ անգրագետներ, հիմա, կարևոր կետը, որ պիտի նշեմ, սպյուրքի ներուժը կապել հայրենիքի հետ, քանի որ հանգչել է դաշնակը և շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը, ինքը պահում է դաշնակի էլ հետույքը, գնաց իր դեսպանը, մակունցը, Հովնան Տերտերյանի հետ, նախագահի հետ հանդերձ հյուրընկալելու, այս բոլորը Վարդանանք ազգային շարժման հետևանքն է, որ կյանք այս մյուզիեմը, որ սարքում ես թանգարանը, քանի ես ғալմաղալը չի էլ է, ինքը մեր տղեն է, չերեզատմիտ մեր անուշիկներով մենք նամյոկը ուղարկել ենք, հեսա կզանգի աղջիկները վերբով կանեն, դրա բերանը կփակեն, ինքը մեր աղջիկներին չի մերժի, նամանավանդ, որ շատ է սիրում հարգում, այո և իրականում այդպես է, իմ առաջի տիկնոջն էլ, նրա կռուգու շրջապատն էլ, փողոցի են մի կողմի քարտուղարուհին նամանավանդ, մի քիչ թմբլիկի վրա այսպես բակվեցի ծիոցյան, այդ մեկին շատ ենք սիրում, չգիտեմ էլի, տենց չի մակունց, well, այդ թանգարանը մակունց, ծախվելու է հողով, գլենդելի ամենաթանկանոց տեղն է մանման պայթի, այդ փողը մտնում է ամերիկացու Trust Fund, և այդ փողը Trust Fund-ից, գալի ասում է, բալուս քուլ ջան, քրդնած եմ կներես, լսել եմ պտի հաշվի համարից փող փոխանցվի, այո ձեր անձնակիրը, նայում է այդ համարին, այդ գումարը չի փոխանցվի, այ սենց աղքատներին քյասպին, Նիկոլի արգրավումը կուլ չի գնում էլ, կապիկներ Քոչարյանից փող ենք արգրավում, հիմա Սերժ Սարգսյանից 2.9 միլիոն դոլար ենք պահան, ում է կապուշի տեղ դրե,
Դատախազը դրած Աննա Վարդապետյան, որ պահանջում է այդ գումարը, Սերժ Սարգսյանի շրջապատի աղջիկն է։ Ով է քո փայ կաղամբի կոթը։ Հաննա։ American Trust Fund դեսպանատունը կապիկություն անի սրա վրա, ոստանում են պետդեպարտմենտը Ամերիկայի, կասի ներողություն ենք խնդրում, որ ակոմպիտանտ սենց ապուշ ենք ուղարկե, որ ներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները, փոխել կտանք դեսպանին, որն է խնդիրը։ We'll file a complaint. I'm an American. I don't like the way she's working, ma'am. Sir, Madam Speaker, Mr. Speaker, change this woman. Gone. Hello? Yeah, pack your stuff. Come on home. 1019, little girl, little lady. 1019. Return home. We want Richard Mills. Or the lady that was there before this lady. We want our ambassador back. Why did you take that lady away? She's not just an American ambassador. She's one of us Armenians. Why did you change the ambassador? Why? So you could send Tilly, that disturbed, deranged, alcoholic kid, to Yerevan to preach Komitas to the Armenians? Are you kidding? You can't do any better in corporate espionage than that. He works for Bako Sahakian, Miss Ambassador. You standing there with a crocodile smile and presenting to the Armenian public someone who works for a false flag of Kremlin. They work for Bako Sahakian. Սիրելի արնագից, ամենամեծ համայնքներից մեկը Լոս Անջելեսի համայնքում հեղափոխական դաշնակցությունը առաջին հեղափոխական կոչվող կազմակերպությունը աշխարհի պատմության մեջ, որ կոչվում է եւ չի իրականացրել իր օրում իր պատմության մեջ հեղափոխություն, միակն են։ Պիտի խնդրեմ արձանագրեք Վիգեն Հովսեփյան /Սարգսյան բանկի փոխտնօրեն Ռոբերտ Քոչարյանի բանկերի հետ կապված միջազգային կրիմինալը եւ Իշխան Սաղաթելյանն ու Գրնո Դռնոն ոչ մի տարբերություն դաշնակը բա Մեհրաբյանը Եվրոդաշինք հանդես գալով հմեկում եթե ներկայացրել է այս դաշնակ կրիմինալին որպես հասարակական գործիչ, այլևս նահանջի մեջ գտնվող կրիմինալը, որ իր կեղտոտ կոնգրեսականի ոռն էլ փագի, դաշնակը, որտեղ ինքն է գողացել իմ տատիկ պապիկների ընտրաթերթիկը եւ ապահովել այդ կրիպտոսիոնիստին Միացյալ Նահանգների կոնգրեսում, որ իր կրիմինալ ակտերն էլ էնի աչք փակի, հասկացանք իրար։ Հիմա Փաշինյան ով է բրոկերը, քո Մեհրաբյանը, Սառած Տոլմեն, մյուսը ինձ հետաքրքիր չեք, ինձ հետաքրքիր չեք, դու էլ հետաքրքիր չես, Ղարեբ, վայ, ընդհանրապես քո ասածը, այլևս ինձ հետաքրքիր չի, Նիկոլ Փաշինյան, չես հետաքրքրում ինձ, ընդհանրապես, ով է բրոկերը, էսա ինձ հետաքրքիր, որ իմ ազգի բանակի սոված որբի փողը բերեմ տուն արա, էդի քո հակով չի, դու ողնաշար ունենալը ցույց չտվիր, հիմա ով է բրոկերը Փաշինյան, որ բերեց Վիգեն Հովսեփյան Սարգսյան / դաշնակ գանձապահին, նստացրեց Մեհրաբյանի առջև հմեք, էս ինչ պրոպագանդիկ ռեկլամներ են Փաշինյան, էս մի բուր Աստծո գարերի ես չարչրված, փոշոտված հոգնած ժողովրդի գլխին, դու քո Դոդի Գագոյի արձանները, քո Սերժ Սարգսյանի կռուկից եկած աղջիկները, նախարար ու դատախազ, լսի ինչ եմ ասում, պարոն, հայոց պատմության մեջ ամենամեծ քաղաքական Պնոկիոն 26 թվին չհեռանալու համար պիտի աշխատես ԻՊՀ-ի հետ։
Միակ փրկությունը քո պատվի Փաշինյան, էս զինանշանն է, Աստվածօրհնի ազգս, հայոց պետականությունս եկանք տուն, գնում ենք Վանու ոչ տուրիստ, քեզ խաղաղ գիշեր Հայաստան եւ զգուշ եղի սիրելիս, ոչ մի բանից, մենք արթուն ենք, դու հանգիստ քնի։